Տրամպը զանգահարում է Նետանյահուին եւ ամենավերջին հայացքներն է գործածում։ Թրիփի միակողմանի կառուցումը հենց կարող է առիթ դառնալ նոր պատերազմի։ Հայաստանը դարձնում է կռվադաշտ, քանդում է Հայաստանը դարձնում է պրոքսի պատերազմի դաշտ։ Տրամպը ասում է Նիկոլ Փաշինյանը պետք է ընտրվի, որտեղ իմ նավթային տնտեսությունները շահեր ունեն։ Միջին Ասիայում ձախողել է եվրոինտեգրացիայի հնարավոր process-ը, դա Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է։ Ըստ էության հայտարարված է տնտեսական պատերազմ։ Մեզ դուրս են շպրտում ռուսական շուկաներից։ Ամերիկան այսօր կա, վաղը չկա, ինչ առումով։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, զրուցակիցս այսօր Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանն է։ Պարոն Զուրաբյան, ողջունում ենք ձեզ մեր տաղավարում եւ շնորհակալ եմ, որ այս ժամանակահատվածում ժամանակ գտաք հարցազրույցի հրավերը ընդունելու եւ գալու մեր տաղավար։ Պարոն Զուրաբյան, ուսումնասիրեցինք ՀԱԿ-ի ծրագիրը։ Այն բավականին այսպես բովանդակալից է, խոստումնալից է, բայց կցանկանամ նշեք հնարավորությունները, ինչքանով է այն իրագործելի։ Անվտանգության եւ խաղաղությանն եք անդրադարձել, առաջնային պլան կարծես թե դա եք բերել եւ ձեր անվտանգային եւ խաղաղության ծրագրում օրակարգ եք բերել Իրան-Երևան երկաթուղու վերաբացումը։ Տարիներ շարունակ այս երկաթուղու մասին խոսել են։ Վերաբացում չի, կառուցումը։ Կառուցումը, այո, այս երկաթուղու մասին խոսել են 2000-ից 2010-ական թվականներին, բարբերաբար այս մասին խոսել են, բայց քաղաքացիները որևէ էական տեղաշարժ չեն տեսել։ Հիմա ինչքանով համոզված լինեն քաղաքացիները, որ ձեր կողմից եւս չեն խաբվի եւ ինչով է ձեր այս առաջարկվող ծրագիրը տարբերվում մյուս անհաջող փորձերից, խնդրեմ։ Նախ 2008 թվականին են դրա մասին սկսել խոսել, 2013-ին արդեն չինական China Constructions ընկերության կողմից արդեն լրիվ հաշվարկվել է այդ երկաթուղու ստեղծման պրոյեկտը, որի 200-ից ավել էջանոց փաստաթուղթը գտնվում է մեր ձեռքում, բոլոր հաշվարկներով, բոլոր հնարավորություններով, ընդ որում եւ հաշվարկն եւ շինարարական աշխատանքների հաշվարկներ եւ տնտեսական ապահովումը եւ եկամտաբերությունը, այսինքն դա շատ լուրջ հաշվարկված պրոյեկտ է, որը արժի մոտավորապես 3.2 միլիարդ դոլար, ճիշտ է 2013 թվականի թվերով, հիմա մի քիչ ավել կլինի, բայց այստեղ կարևորը այն է, որ սա բացարձակապես իրատեսական պրոյեկտ է։ Իդեպ այդ պրոյեկտը մենք մի շարք ազդեցիկ ընկերներով այն ժամանակ 2019 թվականին ներկայացրել էինք Նիկոլ Փաշինյանին, բայց չնայած պրոյեկտը անցավ բոլոր փորձագիտությունները, բոլոր նախարարություններում եւ կառավարությունում եւ ստացավ հիացական դրական գնահատական, Նիկոլ Փաշինյանը անձամբ փակեց այդ պրոյեկտը, ելնելով բացարձակապես այլ նկատառումներից, որոնք ավելի շատ մեզ համար մութ մնացին այդ ժամանակ, բայց հիմա արդեն հասկանալի է ինչի համար էր այդպես արվում։ Այսինքն, եթե համադրում եք նաև 2019 թվականի Մինսկի խմբի համանախագահության պլանի մերժման հետ, որով մենք ընդամենը 5 շրջան պիտային Ղարաբաղից դուրս եւ կատարյալ երաշխավորված խաղաղություն հաստատեինք Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի երաշխավորությամբ, հասկանալի է դառնում, որ այն գլխից ինչ որ մի ձեռք իրան տանում էր լրիվ ուրիշ ուղղությամբ, որի ավարտում պետք է լիներ Զանգեզուրի միջանցքի հանձնումը Ադրբեջանի։ Մեկ հստակեցում, Երևան Ջուլֆա երկաթուղին է, որը գործել է խորհրդային տարիներին եւ ընդհատվել է արցախյան հակամարտությամբ եւ գործել է Նախիջևանով, թե ուղիղ մեղրիով դուք նոր երկաթուղի եք։ Իմաստը նրա մեջ է, որ մենք ստանանք ուղիղ կապ Իրանի հետ առանց մտնելու Ադրբեջանի տարածք, Նախիջևանի այդ տարածքը։ Ոչ, մենք հենց պետք է Գագարինից սկսենք, բանից Գավառից, տենց գնում ենք, Վայոց, հետո Զանգեզուրով, Սիսիան, Կապան, Տաթև, Գորիս, Մեղրի, Ագարակ եւ այնտեղից դուրս են գալիս արդեն Իրան, այնտեղից երկու ճանապարհ կա, կամ գնում ենք Թաբրիզի հետ ենք միանում, կամ գնում ենք Արաքսի ափով, գնում ենք հասնում ենք Ջուղա, որտեղ նույնպես երկաթուղային կայարան կա։
Այս է պրոյեկտի ամբողջ իմաստը, չէ, սա ուղիղ պրոյեկտ է եւ մենք պետք է հենց ստանանք անկախություն Ադրբեջանից, որովհետեւ այն պրոյեկտը, որով հիմա հաստատվում է իբր թե խաղաղություն, TRIP-ի այսպես կոչված պրոյեկտը, ինքը բացում է արևմուտք-արևելք առանցքը եւ անխոչնդոտ երթևեկություն է նվիրում Ադրբեջանին, բայց այդ անխոչնդոտ երթևեկության կանոնները չեն տարածվում մեր վրա, օրինակի համար մենք Նախիջևանով չենք ստանում անխոչնդոտ ճանապարհ, որը ասենք կկապեր Երևանը Մեղրի հետ։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք ունենանք Ադրբեջանի տարածքից, Ադրբեջանից, Թուրքիայից անկախ ուղիղ ճանապարհ մեր տարածքով, Իրանի տարածքով դեպի Հնդկական օվկիանոսի նավահանգիստները։ Սա նաև թույլ է տալու հետագայում խուսափել Ադրբեջանի կողմից տարբեր տեսակի ճնշումներից, որով իրենք կուզենան կորզել ինչ-որ զիջումներ մեզանից։ Ձեր նախընտրական ծրագրով դուք նաև TRIP եւ BRICS նախաձեռնության շրջանակներում Հայաստանի համար այսպես ելք եք բացում դեպի ծով, նշում եք, որ BRICS-ի եւ TRIP-ի մեկտեղումով հնարավոր կլինի Հայաստանի ծովից կտրված կարգավիճակը հաղթահարելու։ Սա ինչքանով է հնարավոր եւ ինչ ճանապարհով է հնարավոր այսպես Հայաստանը տանել դեպի ծով։ Նախ եւ առաջ հենց այդ երկաթուղու կառուցումը այդ նպատակն է հետապնդում, որ մենք Հնդկական օվկիանոսի հետ կապվենք մեկ երկրի միջոցով, ոչ թե երկու երկրի միջոցով, ինչը տրանսպորտային ծախսերը ավելացնում է, ազդեցություն ունենալով տնտեսության վրա։ Բայց այստեղ ավելի կարևոր է այդ TRIP + BRICS արտահայտությունը բավականին պայմանական արտահայտություն է, իմաստը հետևելն է։ TRIP-ը շատ միակողմանի աշխարհաքաղաքական պրոյեկտ է, որի հետևում կանգնած են Միացյալ Նահանգները, Իսրայելը, Թուրքիան, Ադրբեջանը եւ նրանց նպատակն է նախ Ռուսաստանից դուրս մղել հարավային Կովկասից եւ մեկուսացնել Իրանը, ապահովել ամերիկյան նավթային ընկերությունների մուտքը դեպի Կենտրոնական Ասիա, ինչի մասին Թրամփը ինքը անձամբ հայտարարեց, ասելով, որ ինքը աջակցում է Նիկոլ Փաշինյանին հենց դրա համար, որովհետեւ նա ստորագրելով այդ TRIP ծրագիրը օգնում է նավթային կամպանիաներին ամերիկյան։ Սա ինչով է պրոբլեմատիկ։ Պրոբլեմատիկը նրանով, որ դա կոտրում է աշխարհաքաղաքական բալանսը եւ սա նշանակում է մի բան, որ ասենք Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի շահերին սա դեմ է գնում։ Ու այդ քանի որ ընդհանրապես աշխարհում հիմա մեծ պայքար է գնում դոմինանտության համար Միացյալ Նահանգների, Բևեռի, Արևմուտքի Բևեռի եւ Չինաստանի Բևեռի, որի մեջ նաև կարելի է համարել Ռուսաստանին եւ Իրանին, սա աշխարհաքաղաքական ռումբ է դնում այս խաղաղության ներքո։ Առավել ևս, որ մենք հիմա գիտենք, որ ամերիկյան անհաջող պատերազմից հետո Իրանի դեմ Իրանը բավականին լուրջ ազդեցություն է ձեռք բերել Միջին Արևելքում։ Հիմա ճիշտ է դեռ զինադադար ու ռազմական գործողությունները խառը ինչ-որ process է գնում, բայց ակնհայտ է, որ ինչ-որ պահի Իրանի պահանջները կատարել է, 10 պահանջները հիմա ասենք անգամ Թրամփը զանգահարում է Նետանյահուին եւ ամենավերջին հայացքներն է գործածում, ստիպելով նրան, որ նա էլ գնա զինադադարի։ Ակնհայտ է, որ ամերիկացիք ուզում են Իրանի հետ լեզու գտնեն, ու այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ Իրանը ասում է, որ չի կարող լինել TRIP, եթե նա Իրանի համառությամբ եւ մասնակցությամբ չի լինում։ Ինչը, տեսեք, մենք այդ TRIP + BRICS ծրագրով հանդես ենք եկել միջև պատերազմը, բայց մենք հասկանում ենք ինչ խոչընդոտներ կարող են լինել TRIP-ի համար։ Հիմա դեպքերի ընթացքը ուղղակի մեր ապացուցեց մեր իրավացիությունը, որ այդտեղ պետք է գտնել ինչ-որ կոմպրոմիս աշխարհաքաղաքական ներդաշնակեցում եւ Հայաստանը, քանի որ այդ ամեն ինչը պետք է կառուցվի Հայաստանի տարածքում, հենց պետք է լինի նախաձեռնողներից մեկը այդ աշխարհաքաղաքական, ասենց ասեմ, կոնսենսուսի կամ շահերի ներդաշնակեցման, որը միակ հնարավորությունն է, որ մենք ստեղծենք կայուն եւ հարատև խաղաղություն Կովկասում եւ Հայաստանի շուրջ։ Այստեղ BRICS-ի անդամ երկրների շահերը հասկանալի են, իրենց համար գուցեև սա շահավետ է, բայց արդյոք դուք հաշվի եք առել արևմտյան երկրների, արևմտյան գործընկերների շահերը։ Նրանք արդյոք կհամաձայնվեն BRICS-ի հետ համատեղել, թեկուզ եւ Հայաստանի տարածքում։ Գիտեք, ինչ է արևմուտքը ոնց է պատկերացնում։ Արևմուտքը պատկերացնում է մենք պետք է այս մեր ուզածը կառուցենք ու ոչ ոք էլ չպետք է օգտվի ստեղից բացի մեզանից։ Այսինքն
Սա ես ժամանակին ասել եմ, կոչվում է zero sum strategy, այսինքն զրոյական գումարի ստրատեգիա, որի իմաստը հետևել է, կամ մենք ենք հաղթում, կամ հակառակորդը, եւ մենք չենք ուզում հաղթանակ, որում հակառակորդը պարտված չի։ Հիմա մեր ասածը այն է, որ սա անիրատեսական է, ու սա բուն է դառնում մշտական հակամարտության։ Մենք դրա փոխարեն առաջարկում ենք այն ինչ որ խաղերի տեսության մեջ, այսպես կոչված խաղերի տեսություն ուսումնասիրման ստրատեգիաներ, կոչվում է win-win strategy, այսինքն երբ որ երկու հակառակորդներ հաղթում են։ Բնականաբար ամեն մեկը չի հասնում իր ուզածին 100%-անոց, բայց ամեն մեկը ստանում է ինչ որ օգուտ։ Այդ օգուտը բաշխվում է բոլոր խաղացողների վրա։ Մենք հենց սա ենք առաջարկում, այդ ստրատեգիան միակ աշխատող ստրատեգիան է, մնացած բոլոր ստրատեգիաները պայթեցնում են Հայաստանը։ Առաջարկում է գերտերությունների շահերի հավասարակշռում, ներդաշնակեցում, հավասարակշռում, այո, Հայաստանի տարածքում։ Եվ մենք կարող ենք դրա նախաձեռնող լինենք, որովհետև դա մեր տարածքն է։ Սյունիքը մեր տարածքն է։ Մենք ասում ենք, եղբայր, սա բայց շահերի, գերտերությունների շահերի բախման հարթակ չի դառնալու այսպիսով Հայաստանը։ Հիմա է հարթակ շահերի բախման։ Դրա համար հենց այս պատերազմները գնում են։ Եվ թրիփի միակողմանի կառուցումը հենց կարող է առիթ դառնալ նոր պատերազմի։ Իրանը առանց այդ էլ բավականին լուրջ ռազմական հարվածներ է հասցրել ամերիկյան բազաներում Միջին Արևելքում, հարվածներ Սաուդյան Արաբիային, Քուվեյթին, Իսրայելին, չգիտեմ, Էմիրատներին, Քաթարին։ Ինչու եք կարծում, որ այսքան սպառնալիքներից հետո իրանք չեն հասցնի նույն հարվածները ամերիկացիների կողմից կառուցված թրիփին, եթե դա միակողմանի բնույթ է կրում, առավել ևս, որ հիմա շրջանառվող փաստաթուղթը, որի վրա այսօր աշխատում են ամերիկացիք եւ իրանցիք, դրա կետերից մեկը այն է, որ պետք է ամերիկացիք հեռանան Իրանի հարևանությունից։ Հենց այդպես էլ գրված է այդ փաստաթղթի մեջ։ Հիմա Սկսել խոսքը գրում է նրա մասին, որ եթե ինչ-որ բան պետք է լինի, դա պետք է արտահայտի Ամերիկայի եւ Իրանի շահերը։ Մենք հենց դրա մասին ենք խոսում։ Եվ մենք այն գլխից համարել ենք, որ միայն դա է հնարավոր։ Մնացածը սա բան է։ Հայաստանը դարձնում է կռվադաշտ, քանդում է Հայաստանը դարձնում է պրոքսի պատերազմի դաշտ։ Մենք տեսնում ենք, գրերեք, մենք հիմա տեսնում ենք, այս ներքաղաքական ընտրությունները առաջին անգամ բոլոր գերտերությունները խաղադրույք են կատարել։ Առաջին անգամ է այս իրավիճակը, որ Թրամփը ասում է Նիկոլ Փաշինյանը պետք է ընտրվի, որտեղ իմ նավթային տնտեսությունները շահեր ունեն։ Միջին Ասիայում Մակրոնը ավելի մեղմ է խոսում այդ ամենի մասին, բայց ինքն էլ շահեր ունի, շահը այն է, որ Ռուսաստանի հետ պատերազմի մեջ են ըստ էության ոչ ուղիղ, բայց էլի միջնորդավորված։ Եվ մյուս կողմից Պուտինը դնում է իր խաղադրույքը, ասենք, չգիտեմ, ինչ որ պրոռուսական ուժերի մասին, որոնց անունով չի ասում, բայց բոլորն էլ հասկանում են ում մասին է խոսքը։ Եվ հետեւաբար շատ մեծ վտանգ է դառնում, որ Հայաստանը կարող է դառնա այսպես կոչված արևմտամետ եւ այսպես կոչված ռուսամետ քաղաքական էլիտաների մեջ կռվի դաշտ։ Իսկ դա բերելու է նաեւ հասարակության եւ ժողովրդի պառակտմանը եւ հաշվի առնելով, որ այստեղ կա ռուսական բազա, հաշվի առնելով, որ նաև Արևմուտքը ունի իր շահերը, Թուրքիան ունի իր շահերը, Ադրբեջանն արդեն խոսում նրա մասին, որ եթե Հայաստանում իրավիճակը խառնվի, մենք մեր խաղաղարար զորքերը կուղարկենք, հասկանում եք, արդեն խոսում ենք դրա մասին։ Ինչպես եք պլանավորելու Հայաստանի հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ, Ռուսաստանի հետ, ԱՄՆ-ի հետ եւ նաև հարևան երկու պետությունների հետ, Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Արդյոք բանակցությունները սկսելու եք այն կետից, որտեղից կթողնի գործող իշխանությունը, թե գործող տնտեսական ինֆրաստրուկտուրան թույլ չի տալի այն քայլերը անել, որ անում է Հայաստանի այսօրվա իշխանությունը։ Որովհետև դու չես կարող նախ օրենքը, որ մենք պետք է Եվրամիություն ընդունենք, ինքը հակասում է ռատիֆիկացված ԵԱՏՄ-ի այդ վավերացված օրենքին, ԵԱՏՄ-ի անդամակցելու, այսինքն տեսեք ինչ արեցին, 50,000 ստորագրություն հավաքեցին, հետո օգտագործելով իրենց մեծամասնությունը պարլամենտում այդ օրենքը ընդունեցին, որը ասում են հակասության մեջ է մտնում էսի, բայց իմաստը ավելի կարևոր է ոչ թե այդ քաղաքական հակասությունը եւ իրավական հակասությունը։ Այստեղ ավելի կարևոր է, որ նախապատրաստված չեն այլընտրանքները։ Մենք չունենք այլընտրանքներ, ասենք ամենաէժան գազը Ռուսաստանից է գալիս, մեր ամբողջ շուկան
Ռուսաստանի հետ կապված, ես դες ասեմ, որ այդքան խոսեցին դիվերսիֆիկացիայի մասին եւ այլն։ Դու գիտեք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մասնաբաժինը Ռուսաստանի մեր արտանման մեջ աճել է 27%-ից հասնելով մի պահ հասավ 47%, հիմա անգել է 35%, բայց ինքը աճել է այս ընթացքում։ Այսինքն, եթե ինչ-որ մեկը ձախողել է եվրոինտեգրացիայի հնարավոր process-ը, դա Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է, որը չի նախապատրաստել ալտերնատիվները։ Մենք պետք է նախապատրաստենք էներգետիկ ալտերնատիվները, դա գազը, ատոմակայանը, որը ամենակարևոր բանն է, որ պետք է արվի Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը, Նիկոլ Փաշինյանը խոսում է ինչ-որ մոդուլային ռեակտորների մասին, բայց դրանք գոյություն չունեն բնության մեջ եւ հայտնի չի կառաջանան բնության մեջ, թե չէ ամերիկյան, այսպես ասած, մոդուլային ռեակտորները։ Այսինքն այդ կողմից էլ է մեզ սպասում մի հատ վակուում էներգետիկ եւ այս կուրսը, եթե շարունակվի, նշանակում է, որ մենք խզում ենք մեր կապերը Ռուսաստանի հետ առանց նախապատրաստելու մեր հնարավորությունները այլընտրանքային շուկաներում։ Այսինքն սա եւ էներգետիկ անվտանգությունը ուղղակի կոլապսի կարան ենթարկեն մեր երկիրը, մեր տնտեսությունը, ժողովրդի բարեկեցությունը, սա պարենային անվտանգության հարց է, որտեղ մենք ցորենը ստանում ենք Ռուսաստանից, երբ որ սա աշխարհը հիմա մրցակցում է Ռուսաստանից կարող է ցորեն ստանալ։ Մենք նկատում ենք ռուսական շուկայի ազդեցությունը։ Էլ չեմ խոսում այդ շուկայի մասին, որ մեր տնտեսության զգալի մասը հենվում է ռուսական շուկայի վրա։ Այսինքն, եթե դու ուզում ես մտնես Եվրոմիություն կամ նախապատրաստում ես քո տնտեսությունը Եվրոմիության, դու պետք է սկզբից այդ հենարանները ստեղծեիր, բարձրացնեիր ստանդարտները քո ապրանքի, կարողանայիր Եվրոմիության հետ ինչ-որ առաջարկ ունենայի։ Հա, ինչ-որ բան, հենարաններ ստեղծեիր եվրոպական շուկայում, նոր խոսեիր նման բաների մասին։ Արվում է լրիվ հակառակը, այդ ոնց որ ասում են բանը կարգը ձիուց առաջ է դրվում։ Այսինքն սկզբից պետք է լիներ տնտեսական ձին պետք է քաշեր քաղաքական կարգը։ Իսկ կատարվել է հակառակը։ Մենք այսօր կարգն ու ձին տեղերով փոխել ենք, հիմա քաղաքական կարգը տանում է մեզ դեպի աղետ։ Սա Նիկոլ Փաշինյանի աղետալի որոշումներից մեկն է եւ մեր մոտեցումը օրինակ հետեւյալն է։ Մենք չպետք է մտնենք որևէ ճամբարների մեջ։ Մենք չպետք է մեզ դարձնենք կցորդ ոչ Ռուսաստանի, ոչ Արևմուտքի կամ Միացյալ Նահանգների, մենք պետք է շարունակենք գնալ այն մեր անկախության ակունքում դրված դոկտրինով, որ մենք բոլոր ուղղություններով պետք է ունենանք համագործակցություն եւ դա հնարավոր է։ Բազմաթիվ պետություններ դա անում են, մենք անպայման չի որ դառնանք բացառություն, այն էլ անհաջող բացառություն։ Ով որ գնում է բլոկավորման ճանապարհով, ինքը իր վրա բերում է պատերազմներ։ Մենք դա չպետք է անենք եւ Հայ ազգային կոնգրեսը լինելով Հայաստանին անկախություն բերած կուսակցություն, լինելով այս ամբողջ շրջանում անկախական դիրքերի վրա եւ մնալով այդ անկախական դիրքերի վրա, մենք համարում ենք, որ մենք չպետք է լինենք ոչ ռուսամետ, ոչ արևմտամետ, մենք պետք է խոսենք Հայաստանի անկախության մասին եւ ապահովենք Հայաստանի տեղը որպես երկիր կամուրջ։ Հիմա երեք նայում եմ Արադ Միրզյանը հետ մի դրանից էլ առաջ Նիկոլ Փաշինյանը ինչ որ ինչ-մեկ նժարները որ բերել են ինչ որ բաներ ֆրացիոն բան խոսում են հավասարակշռման մասին։ Այդ ինչ հավասարակշռում է, որի հետևանքով մեկ էլ խզվում են մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ճիշտ ենք ասում Պուտինի մանգերն է մանտրայի նման, բայց փաստորեն հայտարարությունները կոշտ են, կոպիտ են։ Այստեղ կներեք, եթե մենակ հայտարարություններ լիներ, ես դեռ հապաղեի, բայց խոսքը գնում է արդեն շատ կոնկրետ գործողությունների մասին։ Մեզ ըստ էության հայտարարված է տնտեսական պատերազմ։ Մեզ դուրս են շպրտում ռուսական շուկաներից։ Հիմա այդ հավասարակշիռ քաղաքականության հետևանքն է, դա հիմարություն է։ Զուգահեռ ԵՄ-ում չեն ընդունում, ասում են ԵՄ-ի անդամակցությունը սառեցված է։ Ես ձեզ ասեմ, 9 սառեցված չկա տենց բան, սառեցվածն էլ չկա, որտեվ նախ իսկապես
Եվրոմիության ընդարձակման գործընթացը բավականին հիմա հապաղել է եւ ինչ որ իմաստով սարսված է, բայց ես որ ասում եմ չկա Հայաստանի անդամակցության հարցը, այսօր Եվրոմիությունը ունի 9 տեխնացու Թուրքիայից սկսած մինչև, չգիտեմ, Թուրքիայի process-ը արդեն 30 տարի է գնում է։ Եթե ոչ ավել։ Այսինքն Հայաստանը անգամ չի դիտարկվում որպես անդամակից երկիր։ Ինչի մասին է խոսքը։ Սա բան է, սա իրական խաբեություն է, այս քայլերի միակ իմաստն է, որ իրենք ապահովում են Եվրոպական միության արևմուտքի միջամտությունը հայկական ընտրությունների մեջ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարող է մնա իշխանության, բայց դրա հետևանքները ոչ ոք չի հաշվարկել ու ոչ մեկին պետք է չի։ Ասենք նույն Եվրոպական միությունը արդեն ուրախանանք դրանով, որ ստեղծվում է ինչ-որ գլխացավանք Ռուսաստանի համար, բայց ինքը չի պարտավորվում ապահովել, ասենք վերցնել իր վրա ինչ-որ հանձնառություններ, ինչ-որ պարտավորություններ, օրինակի համար մեր անվտանգության ապահովման համար, մեր պարենային անվտանգության ապահովման համար, մեր էներգետիկ ապահովման համար, իրանք են էներգետիկ ճգնաժամի մեջ հիմա, ուր մնաց իրանք հիմա որոշեն Հայաստանին պետք է ինչ-որ էներգետիկ անվտանգության հարցերում օգնեն։ Ջախջախված բանակի վերականգնումը հրամայական է, սա ձեր ծրագրի բանակին առնչվող խոսույթներից է։ Ում քաղաքական պատասխանատվությունն եք տեսնում այս բանակի համար։ Բանակ, որը մարտունակ էր համարվում տարածաշրջանում, բայց այսօր ջախջախված է որակվում ձեր կողմից։ Ներկա իշխանությունը մեղադրում է եւ ձեզ, եւ երկրորդ նախագահին, եւ երրորդ նախագահին, ասում է բանակը անկախության տարիներին թալանվել է, զենքեր չեք գնել կամ 60-ականների զենքեր եք գնել, դուք էլ ասում եք ջախջախված է բանակը։ Այդ հարցում կարծում եմ պատասխանատվությունը ումն է, որ քաղաքական։ Այդ հարցում կարծում եմ իշխանությունները այդքան լկտիություն չեն անում, որ պատասխանատվությունը գցեն առաջին նախագահի վրա։ Այդ հարցում վերապահումով այո չէ առանց վերապահումների էլ ոչ ոք չի ասում այդպես բան հակառակը եթե դուք հետևեք ԿՊ-ի այդ բանավեճներին իրանք եւ ասենք Պետրոսի հարցերին Ռոբերտ Քոչարյանին իրանք ինչ են ասում են եղբայր Պետրոսյանից հետո եղել է պարիտետ ռազմական Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ իսկ հետո փոխվել է բազմապատիկ անգամ հօգուտ Ադրբեջանի այսինքն իրանք չեն կարող իրաց թույլ տան այդպես բան ասեն, որովհետև ես շատ լավ հիշում եմ 98 թվին իսկապես կար ռազմական պարիտետ Ադրբեջանի հետ, երբ որ այսինքն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, ժառանգություն մյուս իշխանությանը հասավ այդ պարիտետը եւ ամենակարևորը 6 ամսվա ինտենսիվ պատերազմի ռզինամթերքի պաշար։ Այսինքն, չէ, դրա մասին չեն խոսում։ Այդ մի մեղքը մեր վրա չեն դնում։ Այդքան լկտի չեն, շատ լկտի են, բայց այդքան լկտի չեն։ Բայց ջախջախված բանակի համար դուք ում եք պատասխանատու։ Հայ հիմա ջախջախված բանակի մասին խոսանք։ Այն որ բալանսը փոխվել է, դրա մասին մենք խոսում էինք։ Ես անձամբ երբ որ աշխատում էի միջազգային ճգնաժամային խմբում, այն ժամանակ զեկույց նախապատրաստել դրա մասին արդեն 2006 թվականին, 7 թվականին, որ բալանսը փոխվում է Ադրբեջանի օգտին եւ Ադրբեջանը պատերազմ է սկսելու ինչ որ պահի։ Ամբողջ process-ը ինտենսիվ սկսեց արդեն 2008 թվականից հետո եւ իհարկե սա այն ժամանակվա նախագահների անհերատեսությունն էր, որ իրենք համարում էին, որ անգամ եթե բալանսը փոխվի, Ռուսաստանը զսպիչ դեր կկատարի եւ այլն եւ այլն։ Բայց բալանսը փոխվեց ահավոր չափերի, բայց այդտեղ ամենակարևոր մեղավորությունը իհարկե Նիկոլ Փաշինյանն է, որովհետև իր զինված ուժերի շտաբի պետ, գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը 2020 թվականի հունիսի 12-ին զեկույց է դրել անվտանգության խորհրդի սեղանին, Նիկոլ Փաշինյանի սեղանին, որում նա ասել է, որ մենք չենք կարող երկարաժամկետ պատերազմում դիմանալ Ադրբեջանի դեմ եւ ամեն գնով դիվանագիտական ջանքերով պետք է խուսափենք պատերազմից։ Բայց խնդիրը այն է, որ Նիկոլ Փաշինյանը այս բաները հաշվի չի առել։ Ավելին, դիվանագիտական ջանքերի հնարավորություն կար 2019 թվականի հունիսին իր սեղանին դրվել էր փաստաթուղթ, որով ինքը ընդամենը 5 շրջան պետք է Լեռնային Ղարաբաղից դուրս հանձներ Ադրբեջանին եւ ամբողջ Լեռնային Ղարաբաղ Քելբաջարով, Լաչինով ոչ միայն կմնային հայկական վերահսկողության տակ, այլ նաեւ կշրջապատվեն միջազգային խաղաղարար ուժերով եւ
կհաստատվեր երաշխավորված խաղաղություն Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի գլխավորությամբ։ Նիկոլ Փաշինյանը սա է մերժել։ Այսինքն ինքը դիվանագիտությունը մերժել է, բանակցությունները մերժել է, փլուզել է Մինսկի խմբի Ադրբեջանի ագրեսիայի զսպման հնարավորությունները եւ բացի դրանից ստացել է նորանշանակ բանի շտաբի պետի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի մանրամասն զեկույցը, որտեղ ասում էր, որ չենք կարող պատերազմենք։ Այսինքն ակնհայտ էր, որ այդ պատերազմում մենք գնալու ենք, ինչ ասեմ, ինքնակործանման։ Բայց Նիկոլ Փաշինյանը մերժել է բոլոր առաջարկները եւ քշել է այդպես։ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը բարեկամ ում եք տեսնում, որոնցից պետք է անհրաժեշտ է զենք գնել, սպասելիքներ ունենալ։ 90-ական թվականներին մենք ստեղծել էինք այդ ռազմավարական դաշնակիցների ֆորմատը։ Դա իրականում Մինսկի խմբի համանախագահությունն էր եւ այդ համանախագահության երկրների, հա, այդ գերտերությունների Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների գլխավոր առաքելությունը կայանում էր հենց դրա մեջ, որ իրենք զսպում էին Ադրբեջանի ագրեսիան։ Իրենք ասում էին, եղբայր, գնում է բանակցային process, դուք չեք կարող հարցակվել, չեք կարող ռազմական լուծում չկա, կա խաղաղ լուծում։ Այո, մենք պետք է բանակցենք, հայկական կողմը պետք է գնա ինչ-որ զիջումների եւ մենք ի վերջո խաղաղություն կհաստատենք։ Հիմա այդ process-ը տասնյակ տարիներ գնում էր, բայց այդ տասնյակ տարիների ընթացքում ինքը գործում էր որպես զսպման մեխանիզմ ռազմական գործողությունների։ Այսինքն մենք ունեցել ենք ռազմավարական դաշնակիցներ։ Ռազմավարական դաշնակիցները այդ երեք երկիրն են։ Փաշինյանը իրենց օտարեց, բոլորին օտարեց։ Մենք դրա համար ենք այս վիճակում հայտնվել։ Հիմա յետին թվով ինքը փորձում է շահարկել, ասենք արևմուտքի միակողմանի շահերը, ինչպես ես ասացի, ամերիկացիների շահերը միջինասիական նավթի առումով եւ այդպես մի հատ դաշնակից ձեռք բերել, բայց այդ քաղաքականության գլխավոր խնդիրները հետեւել են, նախ Ամերիկան շատ հեռու է։ Ամերիկան այսօր կա, վաղը չկա, ինչ առումով։ Ամերիկան կլինի դեռ երկար, բայց կարող ենք վստահելի դաշնակից դիտարկել Ամերիկային այլ երկրների։ Ես դրա մասին եմ խոսում, որովհետեւ իրականում այն process-ը գլոբալ, որ հիմա գնում է, դա Չինաստանի վերելքի եւ Ամերիկայի անկման process է։ Այդ process-ը արդեն մոտավորապես 2000-ականներից սկսված գործընթաց է, ինքը հիմա հասել է բավականին լուրջ этаպների եւ դեռ մի 10-15 տարի կշարունակվի։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ մենք խաղադրույք ենք դնում իրականում գլոբալ առումով անկում ապրող գերտերության եւ գլոբալ տենց ուժի կենտրոնի վրա։ Սա շատ վտանգավոր խաղադրույք է։ Մենք հենց դրա համար ենք ասում, որ այդտեղ պետք է գնալ գերտերությունների ներդաշնակեցման ուղղությամբ, որովհետեւ նախ իսկապես այս պայքարում դժվար է ասել ինչ վերիվարումներ կլինեն, ով կհաղթի, ով հետո կպարտվի եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ գլոբալ հավասարակշռությունը գերտերությունների ոչ ոք չի կարող հիմա հաշվարկի ու որ этаպներին ինչ կլինի։ Տենդենսը գիտենք, մենք տենց երկարաժամկետ առումով Ամերիկան ընկնում է, Չինաստանը բարձրանում է։ Բայց այս պայմաններում գնել sense միակողմանի լուծումների առավել եւս, որ կներեք, բայց այդ հասանելիությունը Ամերիկայի դեպի կենտրոնական Ասիա, դա նաեւ ուղիղ մարտահրավեր է Չինաստանի շահերին։ Ուզում եմ հիշեցնել բոլորին, կենտրոնական Ասիան գտնվում է Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ եւ համարվում է ոնց որ իրանց ազդեցության գոտի, ընդ որում համատեղ այդ Շանհայի կազմակերպությունը, բան եւ այլն եւ այլն։ Հիմա ամերիկացիք ուզում են մտնեն հենց այնտեղ, դա նշանակում է մարտահրավեր։ Ու ոչ միայն Ռուսաստանին, Ռուսաստանը արդեն սովոր եք, որ Ռուսաստանը, ասա մարտահրավերը Չինաստանին։ Սա իրականում գլխավոր նպատակը այն է, որ Չինաստանին կարողանան թույլատնեն եւ զրկեն էներգետիկ հնարավորություններից։ Այս ամբողջ պրոյեկտի իմաստը։ Եվ մենք մտնում ենք այդ խաղի մեջ, մենք դառնում ենք ինչ-որ մեկի գործիքը, ապահովում ենք իր շահերը, սա շատ վտանգավոր խաղ է։ Մենք այդ խաղի մեջ չպետք է մտնենք։ Պարոն Սուրաբյան, նոր Թող իրանք որոշեն այդ հավասարակշռությունը, ոնց է գնալու։ Մենք ընդհանրապես պետք է ադապտացվենք այդ հավասարակշռությանը։ Հասկանում եք։ Իսկ մենք ոչ թե ադապտացվում ենք այդ հավասարակշռությանը, մենք փորձում ենք դառնալ գործիք, ինչ-որ մեկին օգնել, դառնալով մյուսի թշնամին,
Հասկանաք, սա վտանգավոր, ահավոր վատ քաղաքականություն է։ Նորանկախ Հայաստանի առաջին քաղաքական ուժն եք եւ ձեր խոսքում նշեցիք, որ Հայաստանի անկախության համար մեծ ներդրում եք ունեցել, այո, դա անուրանալի փաստ է եւ Հայաստանի անկախության հետ զուգահեռ նաեւ անկախություն ձեռք բերեց, ազատագրվեց Արցախը ձևավորվելով հայկական երկրորդ պետականություն որպես։ Հիմա այսօր Արցախը չկա, հայկական երկրորդ պետականությունը չկա եւ արցախցիներն էլ հիմնականում բնակվել են Հայաստանի Հանրապետությունում։ Ձեր նախընտրական ծրագրում արցախցիներին եւս անդրադարձել եք։ Առաջնային առանցքային տեղ եք տվել արցախցիների սոցիալական, այսպես կոչված տնավորման հարցերին, հա, բայց այսպես թե այնպես ձեր աջակցությամբ, պետության աջակցությամբ, թե առանց պետության աջակցության արցախցիները տնավորվելու են, ապրելու են, շարունակելու են իրենց կյանքը Հայաստանում եւ Հայաստանից դուրս Արցախյան հիմնախնդրի համար, Արցախի խնդրի համար դուք ինչ եք առաջարկում, վերադարձ ինչպես եք տեսնում, ապահովելու եք թե ոչ, ինչ ծրագրեր եք առաջարկում, նաեւ ի սկզբանե այդ խնդրում եղած քաղաքական ուժ, քաղաքական դեմք, դուք ինչ եք առաջարկում, ուղնուծուծով տեղյակ եք։ Հա, մենք շատ պարզ ասում ենք ժողովրդին, մենք ոչ մեկին չենք խաբելու, այսօրվա բռնատիրական Ադրբեջան Արցախայցյան վերադարձը անհնար բան է։ Այսինքն, որ հնարավոր էր, ոչ ոք չէր փախնի այնտեղից։ Այո, Ադրբեջանի դրոշի ներքո ոչ մեկ չէր։ Այսինքն, որ արցախցին կգնա, ասենք, Ադրբեջանում կընդունի նրանց քաղաքացիությունը, կապրի ադրբեջանական իշխանության տակ, երեխեքին կուղարկի ադրբեջանական բանը, չի լինի այդպես բան։ Մարզա որ առավելևս որ գիտենք այնտեղ մարդու իրավունքների հարգանք առանձնապես չկա, դրանով չեն փայլատակում եւ ցանկացած մարդուն կարող են հենց ուղղակի հիշելով, ասելով որ սեպարատիստ են եղել, բան են արել, ինչ որ հանցագործություններ են գործել, տանեն ու կորցնեն ադրբեջանական բادرը, բանը չի գնա։ Բայց սրանով փակում ենք Արցախյան հիմնախնդիրը, Արցախի հարցը։ Ես ասում եմ, որ եկեք ռեալիստ լինենք, այսօր դա հնարավոր չի։ Երբ հնարավոր կլինի։ Հնարավոր կլինի, երբ որ Ադրբեջանը լինի մի պետություն, որը կամ այն իդեալական մակարդակի ասում, որ հարգում է ազգային փոքրամասնությունների իրավունքները, որը էլի իրատեսական չի, կամ էլ լինում են ինչ որ աշխարհաքաղաքական զարգացումներ, որոնց հետևանքով հնարավոր է դառնում Ադրբեջանի ինքնիշխանության սահմանափակումը Ղարաբաղի տարածքում։ Դա էլ է մի քիչ հեքիաթային հնչում հիմա, հետևաբար մենք, քանի որ մենք միշտ եղել ենք իրատես, մենք պետք է հենվենք այսօրվա իրողությունների վրա, բայց նաև մտքում պետք է ունենանք հետևելը։ Եթե մենք sense ոնց որ այսօրվա իշխանությունն է վերաբերվում, ըստ էության ինքը արցախցիներին ոնց որ թշնամի վերաբերվի։ Այս բանը ընտրություններից էլ առաջ ձգձգում են process-ը դրանց բանի քաղաքացիություն ստանալու եւ ընտրելու հնարավորություն ստանալ, մենք իդեպ հայտարարություն ենք արել երեք հայտարարություն արել, որտեղ մենք բացատրում ենք ոնց կարող են արցախահայերը այնուամենայնիվ ընտրվեն իրանց ընտրական իրավունքից, հիմա այդ հնարավոր է դարձել իրավաբանական առումով եւ մենք տվել ենք այդ առաջարկությունները, քայլերը, ինչպես է դա պետք անել, բայց մենք արցախցիներին նայում ենք որպես մեր ժողովուրդ, իրանք նայում են որպես թշնամի եւ թշնամական վերաբերմունքի դրսևորումներից մեկը գիտեք որն է, բացի նրանից որ չեն թողում ընտրական process-ին մասնակցել, դա նաեւ այն է, որ ասենք ամեն ինչ անում են, որ ձուլվի, ցրվի Արցախյան բնակչությունը, այսինքն չունենա համայնքային ստրուկտուրա, ասենք մարդակերտցիք չապրեն մարդակերտցիների հետ, չգիտեմ հադրութեցիք չապրեն հադրութեցիների հետ կամ ինչ-որ մի գյուղի ժողովուրդը իրար հետ չապրեն, բոլորին ուզում են ցրեն, կազմալուծեն, քանդելով իրենց մշակութային կապերը, իրենց համայնքային կապերը։ Մեր առաջարկը դրա մասին է, որ պետք է հողահատկացումներ անենք տարբեր տեղերում Հայաստանի, տարբեր քաղաքներին կից, տարբեր մարզերում եւ այլն, որտեղ մենք կարողանանք համայնք հավաքենք, որ այդտեղ իրանք ապրեն կոմպակտ, իրար հետ պահպանելով իրենց համայնքային ստրուկտուրան։ Այս շատ կարևոր բան է, բայց չեն անում։ Հակառակը ուզում են ձուլեն։ Պարոն Սուրաբյան, ու վտանգային է, որ արցախահայերը ի վերջո նախընտրում են Հայաստանից դուրս գնալու ճանապարհը։
Կրթական ծրագրերին անդրադառնանք, իհարկե պարոն Արամ Մանուկյանը հաճախ է խոսում, ինչ է առաջարկում ՀԱԿ-ը, նաև ահազանգում է 230 դպրոցների փակման մասին, հիմնականում սահմանամերձ գյուղերի, բայց ես կխնդրեմ նշեք, թե ինչ եք առաջարկում գիտնականների համար, այն երիտասարդ մասնագետների համար, որոնք տարիներ շարունակ ինչ-ինչ պատճառներով թողել, լքել են Հայաստանը եւ չէ մնացել, այսպես ասած, շենացնելու Հայաստանը իրենց երկրում հայրենիքում արարելու համար։ Նախ սկսենք նրանից, որ մենք առաջարկում ենք տեխնոլոգիական հեղափոխության նախագիծը, որի գլխավոր իմաստը այն է, որ մենք պետք է սկսենք առաջատար տեխնոլոգիաների, այսինքն որտեղ որ Հայաստանը գտնվում է տեխնոլոգիական առաջընթացի առաջնագծին, այդ ընկերությունների պետականորեն մենք պետք է ֆինանսավորենք իրենց գիտահետազոտական աշխատանքները, այսպես կոչված R&D-ն։ Սա առաջնային բանն է, որ Հայաստանի պետությունը չի անում, բայց պետք է անի, ինչպես անում են, ասենք, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ այլ պետությունները։ Սա մեկ եւ մի մեծ կոմպլեքս է, թե մենք ոնց ենք ստեղծում այդ խորշային ուղղություններով տեխնոլոգիական առաջընթացի ապահովման հնարավորությունները, այդ թվում ինտելեկտուալ սեփականության, պաշտպանության բաները, խնդիրները եւ այլն։ Հետո մենք նայում ենք մի քանի ծրագիր ենք իրականացնելու, որոնք պետք է ապահովեն այսպես կոչված senior մակարդակի, այսինքն բարձր մակարդակի գիտնականների, տեխնոլոգների, չգիտեմ, ինժեներների համար բարենպաստ պայմաններ Հայաստանում, այսինքն մենք պետք է ապահովենք, գիտեք, կա ուղեղների դուրս գնալը, մենք հիմա պետք է հակառակը մի հատ process ենք ցույց ուղեղների ներհոսքի process-ը բազմաթիվ տենց ծրագրային բաներ ենք դնում, թե ինչ պայմաններ ենք ստեղծելու իրենց համար։ Դե այն ինչ որ գիտությանն է վերաբերվում, դուք երևի կարդացել եք մեր ծրագրում եւ դրա մասին եք խոսում, այն որ շատ կարեւոր է ապահովել գիտնականների անկախությունը, ասենք, համալսարաններում։ Դրա համար օրինակ Միացյալ Նահանգներում նրանց համար նախատեսված է այսպես կոչված tenured professorship, այսինքն դա հատուկ մի կարգավիճակ է բանի, դասախոսի, որը ստանալով ինքը այլևս անկախ է բոլոր ճնշումներից, ոչ միայն կառավարության ճնշումից, չգիտեմ, անգամ իր համալսարանի ճնշումից, իրան ոչ ոք չի կարող գործից անել, որովհետև ինքը հասել է այդ մակարդակի, որտեղ ինքը արդեն իմունիտետ ունի բոլոր ճնշումները։ Դա շատ կարևոր բան է, որովհետև ակադեմիական անկախություն է ստեղծում գիտնականի համար։ Ու դրանով ապահովված նաև են, որ Ամերիկայում, ասենք, ծաղկում է ուղղակի գիտությունը եւ գիտնականները գիտեն, իրենք ոչինչից վախենալու բան չունեն եւ իրանք անկախ են, իրանք կարծիքը անկախ է, իրանք ինտելեկտուալ առումով ազնիվ են։ Այս հենց բաներ են անում կրթության process-ում մենք առաջարկում ենք ընդհանրապես նոր տեխնոլոգիաների անցնել։ Մեր երեխաները պետք է ռոբոտոտեխնիկա սովորեն ծրագրավորում, պետք է սովորեն այսօրվա ֆինանսական մենեջմենտի հետ կապված գործիքներ, տարբեր տեսակի հավելումներին ծանոթանան եւ այլն։ Այն դասական բան են առարկաները, այդ առարկաներով առաջ գնալը ինքը չի համապատասխանում տեխնոլոգիական ժամանակի համահունչ չի, մենք դրա մասին ենք, ես իդեպ բոլորին հրավիրում եմ մտնել կարդալ ANC.am սայթում այդ բաները, որովհետև սա շատ կարևոր է, որ մենք իսկապես համընթաց ելնենք տեխնոլոգիական առաջընթացին աշխարհում, որովհետև այն երկիրը, նայեք ինչ եմ ասում, ասենք մենք ինչ որ հրաշքով լուծել ենք խաղաղության հարցը, լրիվ անվտանգ է, կոմունիկացիաների հարցը, լրիվ անվտանգ է, ամեն ինչ նորմալ գործում է, մենք ունենք երկաթուղին էլ կառուցել ենք, ատոմակայաններ են կառուցել, այսինքն բոլոր հիմքերը, ենթակառուցվածքները ստեղծված են, միևնույնն է, Հայաստանը չի զարգանալու այն տեմպով, որը անհրաժեշտ է, որ դու աշխարհի լավագույն երկրների այդ դասի մեջ ընդունվես։ Միակ ձևը դա ապացուցված բան է, տնտեսության պատմությունով գիտի, միակ ձևը որևէ երկրի համար տնտեսական լուրջ առաջընթացի, որ դու փոխվես այն աղքատ երկրներից ու մտնես հարուստ երկրների շարքը, դա ինչ որ տեխնոլոգիաներում լինել առաջատար։ Այս շատ կարևոր է։ Մենք սա ենք ապահովում, այսինքն տեսեք, մենք ամենասկզբից ամեն ինչ նայել ենք, անվտանգություն, այսինքն խաղաղություն,
էներգետիկա, ջրային ռեսուրսների կառավարում, գյուղատնտեսության, իդեպ մենք ստեղծելու ենք մի մոդել, այդ երաշխավորված եկամտաբերությամբ գյուղատնտեսության մոդելը, պետական օպերատորների այդ հեղափոխական կոնցեպտն ենք մտցնում այդտեղ, որը ապահովում է շատ նուրբ սուբսիդավորման մեխանիզմ մեր գյուղացիների համար։ Հիմա այդ բոլոր գործիքները շատ լավ տարբեր մակարդակներով գալիս են, բայց վերջնական ու ամենակարևոր մակարդակը դա բանն է, տեխնոլոգիական առաջընթացն է։ Եթե դու էդի չես ապահովում, մեկը դու քո տեղը, ասենց ասեմ, տնտեսական համաշխարհային արևի տակ չես գտնում։ Այդ մեր ծրագիրը կառուցած է, որ այդ բոլոր ուղղություններով մենք ապահովենք Հայաստանի աճի հեռանկարները։ Պարոն Զուրաբյան, շնորհակալ եմ հարցազրույցի համար, մեր հարցերն այսքան են, եթե ձեր ընտրողներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ուղերձ կոչ ունեք, խնդրեմ։ Իմ ուղերձը հետևյալը կլինի, ես հիմա շատ եմ հանդիպում ժողովրդի հետ, չգիտեմ եթե հետևել եք, բոլոր մարզեր գնում եմ, բոլորի հետ ուղղակի ուղիղ կոնտակտի մեջ եմ մտնում, խոսում ենք եւ այլն։ Նախ մի բան ուզում եմ ասեմ, որը ես համարում եմ շատ կարեւոր։ Այդ սոցիոլոգիական այդ բաները, գործիքները, ես միանշանակ ասում եմ, որ դրանք բոլորը կեղծիք են, սուտ։ Դրանք ոչ թե հասարակական կարծիքի չափման գործիքներ են, այլ հասարակական կարծիքի վրա ազդելու եւ հասարակական կարծիքի ձևավորման գործիքներ են։ Այսինքն նրանք ով որ փող ունեն կամ ունեն ինչ-որ քաղաքական նպատակներ, նրանք ուղղակի ասենք կես տարի առաջ արդեն ստեղծել են այդ պատկերը, որ պարլամենտ պետք է մտնի Նիկոլ Փաշինյանը, չգիտեմ, Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Գայիկ Ծառուկյանը։ Վերջ մնացածը դեպենց էլի մնալու են շեմի տակ բան եւ այլն։ Սա բացարձակ սուտ է։ Եվ ես հիմա մի բան էլ դες կարող եմ ասել։ Ես արդեն զգում եմ, որ դա քանդվում է։ Դա քանդվում է։ Եթե սկզբից այդ գործիքը ազդում էր, դե որ եթե կես տարի քեզ շարունակ ասեն, որ սենց է, լիքը մարդ բան sense առաջանում որ ասում են լսեք մենք ձեզ համակրում ենք բայց դե դուք ախր շեմի տակ կմնաք մենք ոնց անենք պետք է գնանք այս խելագարից պիտի պետք է գնանք գոնե մեկին տանք բան եւ այլն այս բանը քանդվում է ու չէ կարա չքանդվեր արհեստական բան էր սա մենք այդ փոփոխությունը տեսնում ենք ես առաջի բանը ինչ որ ուզում եմ ասեմ ժողովրդին մեր համակիրներին իդեպ հանդիպումները ժողովրդի ցույց են տալիս որ շատ լավ են ընդունում մեզ շատ բարձր ռեյտինգ կա ստեղ ուղղակի մի բան է պետք անել որ այս կապանքից որ ախպեր բա որ չանցնենք բան ազատվենք ձեր սկզբունքի այս ձեր պատկերացմամբ ում որ տեսնում եք որ ձեր ուզած Հայաստանի ստեղծմանը համապատասխանում է դրան էլ ընտրեք եթե տենց վարվեք ընդհանրապես մի հատ բան է հեղափոխություն արվելու Հայաստանում լրիվ ուրիշ պարլամենտ եք ստանալու սա մեկ երկրորդը մենք պետք է հասկանանք որ Հայաստանը կանգնած է վտանգների առաջ ամենակարևոր վտանգը էտեն է որ ոչ միայն խաղաղություն չենք ստանալու այլ նաև այն խաղաղությունը մեր որ մեզ ուզում են պարտադրեն դա իրականում մեր հայությունը կորցնելու նախագիծ է հասկանում եք էտա Փաշինյանը մենք պետք է ամեն ինչ անենք որ եւ մենք գիտենք այդ ճանապարհը երաշխավորված չէ հիմա տենց են ասում երաշխավորված խաղացել ես ասում եմ ինքնիշխան խաղաղության ստեղծման ճանապարհը գիտենք այդ 3+BRICS ծրագիրն է բազմաթիվ այլ գործիքներ որ մենք առաջարկում ենք մեր ծրագրում մենք գիտենք այդ ճանապարհը եւ ամենակարևորը մենք հետ մնանք կամ խուսափենք այս պրոքսի պատերազմից արևմուտքի եւ Ռուսաստանի միջև իսկ դրա համար պետք է ընտրել չեմ վարանի ասել որ այն ուժին որը միշտ եղել է անկախության բերողն է անկախության պահպանողն է եւ անկախության արժեքը ամենագուրգուրող ուժն է Հայ ազգային կոնգրեսին Շնորհակալ եմ Հարգելի հետևորդներ հիշեցնեմ որ զրուցակիցս Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչապետի տեխնացու Լևոն Զուրաբյանն էր